Բարի երեկո, եթերում Սուրանկյունն է, որի ցանկությունը անպատասխանատվության, անօրինականության, անտարբերության դեմ պայքարն է, որովհետև ցանկությունն է արտահայտում մարդու էությունը։ Ես, Վայո Ղազարյանս և Սուրանկյան ստեղծագործական խումբը սթափ մտքով փորձում ենք բացառել վատը։ Չավարտվող պատերազմը կրկին արնահոսել է և կրկին հակառակորդի թիրախում Տավուշի մարզն ու Արցախն է։ Այս լկտի սադրանքն իհարկե չի կարող ընկճել սահմանամերձ գյուղերի բնակիչներին և սահմանապահներին։ Սակայն հնարավոր է, որ միջազգային միջնորդները դատապարտող հայտարարություններից վերջապես անցնեն գործնական քայլերի և խորացնեն ճնշումները պատերազմի տարրական նորմերը ոտնահարող Ադրբեջանի նկատմամբ։ Մեր զինվորների կողմից տրված թափեցնող հակահարվածը թող սփոփի ծանր կորստի վիշտը։ Թող լույս իջնի զոհված խաղաղ բնակիչների ու զինվորների հոգիներին և հնարավորինս շուտ ապաքինվեն վիրավորները։ Հայաստանում վերջին տարիների պաշտոնական վիճակագրությունը ցանկատարածությունների այգիների մակերեսի աճ է արձանագրում։ Եվ դա պատահական չէ, հայկական պտուղ բանջարեղենը, ինչպես նաև վերամշակող ձեռնարկությունների արտադրանքը գինի կոնյակից մինչև չրեր արտահանվում են։ Սակայն նախ համաշխարհային տնտեսական ճգնաժամը և վերջին շրջանում արտահանման մեր հիմնական շուկայի Ռուսաստանի տնտեսության անկումն ու ռուբլու արժեզրկումը չէին կարող բացասաբար չազդել մեր տնտեսության, այդ թվում գյուղմթերքի իրացման վրա։ Սա էլ քիչ էր այս տարի հողատեսքերի ավելացումից բացի առատ բերք է ստացվել։ Դառը քրտինքով հողմշակող գյուղացին կարծում էր, թե իր աշխատանքը նաև ֆինանսական արդյունք կտա ու կկարողանա մարել վարկերը։ Ավաղ։ Մշակվող տարածքների ավելացման կոչանողները մոռացել էին բացատրել, որ առատ բերքի դեպքում կանգնելու են իրացման խնդրի առաջ, բերքը պահանջարկ չի ունենալու։ Ու պատահական չէ, որ ականատես եղանք վարունգի և խաղողի մշակմամբ զբաղվողների բողոքի ակցիաներին։ Իրավիճակը թեև ինչ-որ առումով մեղմվել է, սակայն բերքի իրացման խնդիր դեռևս կա։ Գյուղմթերքի իրացման հնարավորությունների մասին է Շուշանիկ Միրզոյանի «Դառը դատելը զուր է» տեսանյութը։ Բերքի իրացման հարցում օգնելու խոստում ստանալուց հետո Արարատի ու Արմավիրի մարզի գյուղացիները նախորդ շաբաթ դադարեցրին բողոքի ակցիաները։ Այսօր վերամշակող ձեռնարկությունների մեծ մասը մթերում է այնքան խաղող, որքան ամրագրված է գյուղացիների հետ կնքված պայմանագրերով, սակայն ցանկացած պահի գործընթացը կարող է կասեցվել։ Այնքան ժողովուրդը ջղայնացած է, ամեն մեկը մի պրոբլեմ ունի, ոնց անես, գյուղացին այս պահին սաղ տարին դրել է, մշակել է։ Դե հիմա մտածվես հանգարց այսքանից ավել չլի, բա որ տանեն գործարան չվերցնեն։ Տոնաժը լիքեցրել են, հիմա որ տանենք 5 տոնայից ավել չի ընդունելու։ Ով ինչ գնացեց, ընդունեցին են դա է թե։ Հայկական գինի ու կոնյակ հիմնականում Ռուսաստան, մասամբ նաև ԵՏՄ այլ երկրներ է արտահանվում։ Ռուսական շուկայում բացասական միտումների ու տնտեսության անկման պայմաններում հայկական գինի ու կոնյակի սպառումը այդ երկրում զգալիորեն կրճատվել է։ Որ իրան չեն կարացել հերվանա, ասենք, հերվածել են։ Այս տարի էլ չեն գալու, տեղ չունեն, որ ընդունեն։ Դու գիտես, որ քեզ համար ինքը լավ շուկա չի։ Դու գիտես, որ դու խրվում ես այդ շուկային, դու գիտես, որ փողերը ետ չես տանում, բայց դու չես կարող այդ շուկայից դուրս գալ, որովհետև կկորցնես մի տեղ, որը որ պոտենցիալ մտածում ես, որ կարող է ամեն ինչ վերականգնվել, կարող է դու նորից այդտեղ փայլես։ Ֆերմերները հավատացել էին գյուղնախարարության կոչերին, թե բերքի իրացման խնդիրներ չեն լինի։ Արդյունքում ավելացրել են այգիները։ Այս տարվա բերքն առատ է, սակայն մթերումների ծավալը նվազել է։ Առաջարկը գերազանցում է պահանջարկը։ Անցյալ տարի կրճատվեցին ամառացան վարունգի ցանկատարածությունները։ Դա շուկայում բերեց պահանջարկի ավելացում, շատ ավելի բարձր գներով իրացվեց եւ բնականաբար դա արդեն շատերի մոտ գայթակղություն է առաջացնում եւ մտածում են, որ պետք է անմիջապես հաջորդ տարի իրենք նույնպես զբաղվեն այս մշակաբույսի մշակությամբ։ Եվ իրականում տարածքները այս տարի 2015 թվականին ամառացան ընդարձակվեցին, բավականին բարձր բերք ստացվեց եւ հիմա լարվածություն կա։ Եկող տարի վարունգ արդեն ասեմ բերեք, ուր բերեք, բերմանից կանել մարդը։ Սկեսքան տեղը, որ ինքը վարունգ արը, վառնված մի 700,000 թողած է։ Այդքան տեղորյա գա, այդքան սերսկումա, այ կեսը չորցե ջուրը Ջեի մասին չկա։ Բարձրաձայնեցինք, որ եկող տարվա մթերումների հետ կլինեն շատ լուրջ խնդիրներ։ Սպառող, որ գինի կամ խաղողը վերցնում է եւ արտադրող, որ գինի է արտադրում, այս 3 շուկաներում խաղի կանոնները հաստատուն չեն
կանոնները չեն պահպանվում։ Մերոնք կանգնել են նույն խնդրի առաջ, ինչ ասենք եվրոպացի ֆերմերները։ Երբ Ռուսաստանը պատասխան պատժամիջոցներ կիրառեց եվրոպական երկրների նկատմամբ, դրանց ֆերմերային տնտեսությունների զգալի մասը սննկացավ։ Սկսվեցին բողոքի ակցիաները։ Հայաստանում վարունգը նախ հավաքում ու թափում էին, հետո սկսեցին չհավաքել։ Թփերը չորացել են ծաղիկը վրան։ Մարդիկ հրաժարվում են մշակել հողը եւ բերք հավաքել։ Եվ ինչ իմաստ ունի, եթե բերքը գին չունի։ Դուք պայմանավորվել եք, որ խաղել եք։ Ասենք ինչ-որ մի մթերքի մարդիկ գործարանի հետ պայմանավորվել եք։ Տարել եմ դատարկելա 500 կիլո լեչար է։ Ասում եք չբերես։ Իմ ես տեղ չունեմ ընդունել։ Վարունգա, չկարծան վաճառն են, ցնցն թողեցին քոլի վրա։ Դե ինչքան բերքը շատ մնա քոլի վրա, այսքան երևի արդեն մի 15 օր այն հավաք չի արել։ Իրացման ավելի հստակ չիրացնելու խնդիր ունեն թե պտուղ, թե բանջարեղեն պահածոյացնողները։ Այսօր բոլորն էլ գիտակցում են արտահանման դիվերսիֆիկացված շուկաների անհրաժեշտությունը։ Մենք միշտ գիտակցել ենք, որ դա շատ վատ է, որ պետք է դիվերսիֆիկացնել, բայց միշտ մեր ռիսկը չի հերիքել կամ հնարավորությունները թույլ չեն տվել դուրս գալ այս շրջանից։ Իրականում այս ընկերություններին պետք է անհատական ասես մոտեցում ցուցաբերել եւ որոշակի աջակցություն կազմակերպել, որովհետեւ կարողանանք որքան հնարավոր է այս լարվածությունը մեղմել։ Պետք է որ միջամտել, պետք է որ գործիքներ ստեղծել միջամտելու, բայց այսօր յու ամենամեծ գործիքը, որ գյուղնախարարությունը ունի, գյուղնախարարի զանգն է, խնդրում եմ մթերեք, խնդրում եմ մի մթերեք, խնդրում եմ արագացրեք, խնդրում եմ գրաֆիկի մեջ։ Որն է ելքը։ Մասնագետների համոզմամբ գյուղատնտեսության պլանավորումը, աճեցնել եւ արտադրել այն, ինչ պահանջարկ ունի։ 5000 տոննա տարեկան շուրջ ոսպ, ոլոր, սիսր հատիկավոր լոբի է ներմուծում հանրապետություն։ Դրա բոլոր հնարավորությունները ունենք, մեր բնակլիմայական պայմանները միանգամայն նպաստավոր են այդ մշակաբույսերի մշակությունը տեղում կազմակերպելու եւ մեր խնդիրները լուծելու համար։ Գյուղատնտեսության տարբեր ճյուղերում դիվերսիֆիկացման անհրաժեշտություն կա։ Այսպես թե այնպես, մեր գյուղմթերքի ու վերամշակող արդյունաբերության արտադրանքի արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է լինելու։ Ռուսաստանը փորձում է ներքին ռեսուրսների հաշվին լուծել իր շուկայի խնդիրները։ Այսինքն Ռուսաստանը ունի 1 միլիարդ շիշ գինու եւ կոնյակի պահանջարկ եւ իրեն հարկավոր է ընդամենը 300,000 հեկտար, որպեսզի այդ պահանջարկը լրացնի։ Հիմա 10 տարվա ընթացքում ինքը այդ սահմանը կանցնի։ Կա սեզոնայնության հասկացություն։ Այն ժամանակահատվածը, որ մենք կարող ենք այս կամ այն մթերքը արտադրել, Ռուսաստանում այդ հնարավորությունները լինելու են խիստ սահմանափակ։ Այստեղ մենք պետք է նաև ռուսական շուկան շատ խորությամբ, շատ բազմակողմաներեն ուսումնասիրենք։ Մենք նաև այն բացերը տարվա ընթացքում ճիշտ կարողանանք գտնել, որպեսզի նույն վարունգը կամ նույն վաղած կարտոֆիլը կամ մնացած մթերքները մենք կարողանանք արտադրությունը կազմակերպել այնպես, որպեսզի այն ժամանակ մենք այդ առաջարկը ներկայացնենք, որտեղ ամենամեծ պահանջարկը կա։ Իսկ Ռուսաստանում կայուն պահանջարկի ձևավորման համար մենք առնվազն 5-6 տարի ժամկետ ունենք։ Շուշանիկ Միրզոյան, Գառնիկ Սիրեկանյան, Սուրանկյուն։ Տաքսի ծառայությունների մեր անդրադարձների առիթը հիմնականում եղել են վարորդների բողոքները, սակայն ուղևորները ևս դժգոհություններ ունեն։ Այսօր կրկին բարձրաձայնում են խնդիրը, քանի որ մեծ տասնյակ քաղաքացիներ են դիմել։ Ինչու պետք է 3 կամ 4 կիլոմետր անցնելու համար 1000 դրամ վճարենք։ Նույն ճանապարհի համար 600 դրամ վճարողի զայրույթը արդարացի է, քանի որ հաշվի չի առկայությունը սկզբում հավատ է ներշնչում, սակայն հետո նյարդայնացնում։ Տարիներ առաջ տաքսի ծառայության այսպես կոչված մինիմալը 600 դրամը ավելանում էր միայն 7-րդ կիլոմետրին։ Կային նաև մեքենաներ, որոնց նստելավարձը 200, 300 կամ 400 դրամ էր։ Ժամանակի հետ մինիմալը սկսեց փոխվել անգամ 3-րդ կիլոմետրից, նստելավարձն էլ վերացավ։ Իրականում կարելի ասել, որ փոխվեց ընդամենը ավելի գումար գանձելու մեխանիզմը ու երևույթը պահպանվեց։ Օրենսդրորեն տաքսի ծառայություն մատուցողները մեքենայի կողային հատվածում եւ սրահում պետք է ամբողջական տեղեկատվություն փակցնեն մատուցվող ծառայությունների արժեքի վերաբերյալ։ Սպառողին մոլորեցնելու ճանապարհը, սակայն շատ վարորդներ գտել են մասնակի տեղեկացնելու միջոցով։ Մինիմալը 600, 1 կիլոմետրը 100 դրամ, նստելավարձ չկա։ Հիմնականում այս գրառմամբ են երթևեկում երևանյան տաքսիները, բայց օգտվելիս պարզվում է, որ 600 դրամը վերաբերում է ասենք 3 կիլոմետրին։ Քանի որ մեր կարծիքով գործ ունենք նաև անբարեխիղճ մրցակցության սպառողին մոլորեցնելու փորձի հետ, որոշեցինք պարզել ոչ միայն ոլորտի անմիջական պատասխանատուի տրանսպորտի եւ կապի նախարարության տեսակետը, այլև տնտեսական մրցակցության պաշտպանների վերաբերմունքը։ Թե ինչ ստացվեց, կիմանաք Սոնա Դանիելյանի, ում խելքին ինչ փչի տեսանյութից։
Հանրապետության հրապարակից մինչև Գարեգին Նժդեի հրապարակ ընդամենը 5 կիլոմետր է։ Ինձ տեղափոխող տաքսի ծառայությունը այդ ճանապարհի համար ինձանից կգանձի ընդամենը 600 դրամ։ Մինչդեռ այլ տաքսի ծառայություններ կամ անհատ տաքսիներ կարող են գանձել 700, 800, անգամ 1000 դրամ նույն 5 կիլոմետրի համար։ Տաքսիներից օգտվելը մեր օրերում վիճակահանության պես բան է դարձել։ Նստում ես նոր պարզում, շահել ես թե տուժել։ Եվ որոշողը հաշվիչն է, որը վարորդի մատի մի հարվածով ուղևորին տխրեցնում կամ ուրախացնում է։ Շուկայում հիմնականում աշխատում են այս հաշվիչներով։ Ասում է հաշվիչներ տեղադրող ընկերության աշխատակիցը, որը տաքսի ծառայությունների, սակագների եւ սպառողին մոլորեցնելու հնարքների մասին գիտի գրեթե ամեն ինչ։ Լեքսիկոնով վարորդների կա սովորական տարիֆ Երևանի 4.1-ն է, կա ռայոնի տարիֆ, որը կիլոմետրը 120-ով է հաշվում, կա պարսիկի տարիֆ, իրանք տենց են ասում, դա կիլոմետրը 150 կամ 200 են դնում, ու կա այրոպորտի ֆիքսված տարիֆ, մինիմալը 2000 է կամ 2500 դրամ հիմնականում է։ Պիտի լարված նստեմ, տեսնեմ, թե վարորդը ինչ շարժումներ անում, որ շոչիկի վրա ինչ-որ թիվ չփոխի։ Հիմար դրություն է։ Միած սեղմեցինք 100, երկրորդը սեղմեցինք 120, երրորդը 150, չորրորդը 100, բայց այրոպորտի տարիֆը արդեն գալիս։ Ինչպես ասում են, սատանան մանրուքներում է։ Այս պարագայում այն թաքնված է այս մինիմալ կոչվածում, որի պատճառով էլ նույն ճանապարհը տարբեր տաքսիներով անցնելու դեպքում տարբեր գին է ունենում։ Հետ չենք խոսում այն մասին, որ երբեմն նույն ճանապարհը մեկ երկարում է, մեկ կարճանում, կարծես կիլոմետրն էլ է, լողացող փոխարժեք ձեռք բերել։ Պարզվում է, աճպարարությունն էլի այս սարքի միջոցով է արվում։ Հաշվիչը ծրագրավորվում է մի մեքենայի անհատական տվյալների հիման վրա, բայց տեղադրվում մեկ այլ մեքենայի վրա, ինչի շնորհիվ 1 կիլոմետրը բոլորովին էլ 1 կիլոմետր չէ։ Մեքենայի անիվների չափերի փոփոխության դեպքում եւս հաշվիչը փոխում է 1 կիլոմետրի հաշվարկման մեխանիզմը։ Բոլոր մեքենաները ունեն իրենց ինդիվիդուալ հաշվարկման գործակիցները։ Օրինակ Opel Astra G-ը, G մոդելը 1 կիլոմետրի ընթացքում 15400 անգամ ինֆորմացիա տալիս հաշվիչին։ Ինքը 15400-ը հաշվեց, հաշվիչը գրում է 1 արդեն կիլոմետր։ Եթե այդ հաշվարկման գործակիցը փոխենք, օրինակ դնենք 13000, ինքը ավելի շուտ կփոխի կիլոմետրաժ, այդ դեպքում կստացվի, որ խաբեցինք մենք հաճախորդին, էլի։ Այսինքն 1 կիլոմետր հատվածի մեջ ես կարող եմ 10 կիլոմետր ստանալ հաշվիչով, 5 կամ 8։ Opel-ի չիպը, որ Nexia-ին դնես, կարող է 10 կիլոմետր գնաս, բայց 2 կիլոմետր ցույց տա։ Իսկ Nexia-ին Opel-ին կարող է 10 կիլոմետր գնաս, բայց 20 կիլոմետր ցույց տա։ Տաքսիներից օգտվելիս միշտ էլ նույն հարցն է առաջ գալիս. ինչ թվաբանական օրենքներ են գործում։ Ինչպես է ստացվում, որ 1 կիլոմետրի արժեքը 100 դրամ լինելու դեպքում, երբ այսպես կոչված նստելավարձել չկա, 600 դրամ վճարում ես ոչ թե 1-ից 6 կիլոմետրի, այլ օրինակ 1-ից 4, 1-ից 3 անգամ 1-ից 2 կիլոմետրի դիմաց։ 1-ից 4 կիլոմետրը արժենում է 600 դրամ, այն դեպքում, որ 1 կիլոմետրը 100 դրամ է, ու բոլոր համարյա տաքսիներում գրվում է, որ նստելավարձ չկա։ Այդ դեպքում այդ 200 դրամը որտեղ է կորում։ Հիմնականում գրում են նստելավարձ չկա, բայց կոնկրետ 3-1-ից, 4-1-ից կամ ինչ-որ մի կետից փոխելու դեպքում, այդ դեպքում դրվում է նստելավարձ, որովհետեւ մինիմալի 600-ի դեպքում ինքը 4 կիլոմետրից արդեն սկսի 600-ը ավելանալ։ Տիգրանն անգամ ծրագրով է ցույց տալիս, եթե նստելավարձի համար նախատեսված պատուհանում 0 տեղադրեն, հաշվիչը 600 դրամ սահմանված մինիմալը կսկսի փոխել 6-րդ կիլոմետրից հետո միայն։ Էլ չենք խոսում այն մասին, որ վերջերս մինիմալը կրճատվել է, հասնելով մինչև 2 կիլոմետրի։ Տիկին Սուսաննան տհաճությամբ է հիշում իր հետ պատահածը։ 2 կիլոմետր անցանք, միանգամից գրվեց 700 դրամ։ Հարցրեցինք, ես ինչ ասում եմ, ամեն ինչ թանկացել է, գազն է թանկացել, լույսն է թանկանում, ամեն ինչ թանկանում է։ Նման իրավիճակում է հայտնվել նաև մեզ դիմաց մեկ այլ քաղաքացի, որն օրերս պատահական տաքսի նստելով պարզել է, որ մինիմալը ոչ ավելի, ոչ պակաս 800 դրամ է, այն էլ հայտնի չէ թե քանի կիլոմետրի համար։ Երբ որ նստեցի, փոխվեց միանգամից 800 դրամ։ Մինիմալ ես պետք է գնայի ու ասում եմ կներեք էլի, ինչի է միանգամից 800, բա դու տեսել ես, դու ինչ տաքսի ես նստել, սա պրեստիժ տաքսի է կամ ինչ։ Ու ես թողեցի իջա ուղակի։ Անգամ չնայելով, թե որ տաքսի սերվիսն եմ նստել։ Դեռևս 2013-ին տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սպառողներին մոլորեցնելու համար խիստ նկատողություն էր արել 16 տաքսի ծառայության, քանի որ դրանք նշելով մինիմալի արժեքը 600 դրամ։ Իրականում ուղևորից թաքցրել էին, թե քանի կիլոմետրի համար է դա։ Տաքսի ծառայություն առաջարկող տնտեսվարող սուբյեկտները ըստ էության չէին բացահայտում ամբողջ տեղեկատվությունը ծառայության վերաբերյալ եւ
Դա որակվում է որպես հասարակության մոլորեցում, անբարեխիղճ մրցակցության գործողություն։ Ինչպես նշում է հանձնաժողովի պաշտոնյան, այն ժամանակ սակայն օրենքով պարտադրված չէր ամբողջական տեղեկատվության տրամադրումը, դրա համար էլ մեղմ են մոտեցել տնտեսվարողին։ Փոխարենը լուծումներ են ներկայացրել լիազոր մարմին, տրանսպորտի եւ կապի նախարարություն, որպեսզի օրենսդրորեն բացառվեն սպառողին մոլորեցնելու հնարավորությունները։ Նախորդ տարեվերջին կառավարության համապատասխան որոշմամբ պարտադիր դարձավ տաքսի ծառայություն մատուցողների կողմից ուղևորին ամբողջական տեղեկատվության տրամադրումը։ Ասել է, թե յուրաքանչյուր մեքենայի վրա եւ սրահում պետք է նշված լինի ոչ միայն 1 կիլոմետրի եւ նվազագույն ծառայության ընդհանուր արժեքը, այլև այն, թե քանի կիլոմետր է կազմում այդ մինիմալ կոչվածը։ Մայրաքաղաքում 5 րոպե շրջելով կարելի է համոզվել, որ պարտադիր այս պահանջը ոչ բոլորն են կատարում։ Ձերը շոչիկով է եւ ինչքան է մինիմալը։ Այդ մինիմալը 2 կիլոմետրից է փոխվում, 3-ից է փոխվում։ Մինիմալը 600 դրամ է, 41-ից Բայց որևէտեղ որ նշված չի, այդ դրսում պետքա նշված լինի, չէ՞ որ սպառողը իմանա։ Ընկել է։ Օրինակ որ պահանջում են մի բան, չէ՞։ Թող կոնկրետ մի բան պահանջեն, էլի ասում մարդկանց։ Մեկը գրում է ստելավար չկա, մեկը տանում ես ասում է էսի սխալ է, այնի ճիշտ է, չկա դες մի հատ բան, որ ասես սա ճիշտ է։ Եթե կան նման փաստեր, ապա արկա է տնտեսվարող սուբյեկտի լիցենզիայի պահանջների խախտում եւ լիցենզիայի զրկելու հիմք։ Տրանսպորտի եւ կապի նախարարությունից, որը կոչված է հետևելու օրենքի կատարմանը, հարցազրույցից հրաժարվեցին։ Փոխարենը քաղաքացիներին հորդորեցին նման ծառայություններից օգտվելու պարագայում իրենց տեղեկացնել, նշելով տաքսի ծառայության անունը, մեքենայի համարանիշը եւ այլ մանրամասներ։ Հարց է առաջանում. այդ դեպքում ինչի համար են պետբյուջեից վարձատրվում տրանսպորտային տեսչության աշխատակիցները, եթե խախտումներ իրականացնողին էլ սպառողը պետք է հայտնաբերի ու այդ մասին տեղեկացնի տեսուչին։ Իդեպ անվերահսկողությունը նաև անհավասար մրցակցություն է ծնում, ինչից հիմնականում տուժում են օրենքով աշխատողները։ Իդեպ տնտեսական մրցակցության պաշտպանները չեն բացառում, որ ոլորտին նորից կանրադառնան, սակայն այս անգամս նրանց անբարեխիղճ տնտեսվարողները միայն նախազգուշացմամբ չեն բրցնի։ Սոնա Դանիելյան, Գառնիկ Սիրեկանյան, Սուրանկյուն։ Ինչ է հայրենիքը։ Դա տվյալ ժողովրդի անցյալն է, ներկան ու ապագան, նրա յուրակերպ մշակույթը, լեզուն, բնավորությունը։ Մեր պապերն ու հայրերը պատգամել են լինել հայրենիքի հավատարիմ զավակը, զգալ կապը հարազատողի հետ, որդեաբար վերաբերվել նրան, հարյուրապատիկ վերադարձնել ստացածը։ Այդպես էլ վարվել են մեր ազատամարտիկները, այդպես վարվում են մեր սպաներն ու զինվորները։ Վառ օրինակը սահմանին զոհված պայմանագրային զինծառայող Նորաշենցի 40-ամյա Հայկ Թևոյանն է, որի մասին պատմեցինք նախորդ թողարկմանը։ Նրա խիզախությունը, հայրենիքի հանդեպ սերը եւ անմնացորդ նվիրվածությունը սահման չեն ճանաչել։ Հենց նման մարդիկ են պատիվ բերում հայրենիքին։ Հայկը առանց վարանելու ընդառաջ գնաց գեղեցիկ մահվանը։ Թողարկումից հետո նրա ընտանիքի հոգսերին ու խնդիրներին շատերն արձագանքեցին, օգնեցին ընկերություններ, անհատներ։ Իհարկե այս ամենը քիչ թե շատ հուսադրող է, Հայկի կորուստն է անդառնալի, ինչը չեն գիտակցում նրա փոքրիկները, ամեն ժամ հորը սպասելով։ Այժմ Տաթև Մեսրոպյանի խիզախ նաև բարոյապես տեսանյութը։ Օգնություն տանելի սովորաբար բարձր տրամադրություն ենք ունենում։ Բացառությամբ այս դեպքի, որովհետև գնում էինք Նորաշեն այցելելու սահմանին զոհված Հայկ Թևոյանի ընտանիքի անդամներին, որոնց կորուստն անդառնալի է։ Մեզանից առաջ էլ են այցելուներ ունեցել։ Առաջինն այցելել է Արմենուհի Մուքոյանը, որը մի քանի ամերիկահայերի կողմից $5000 է փոխանցել։ Նրանց մյուս անդամների կողմից եղել են առաջարկություններ բազմաթիվ օգնությունների, նրանք ասացին, որ հետագայում սպասենք իրենց։ Այս ընթացքում եղել են մարդիկ, որոնք զանգահարել են, խնդրել են հաշվեհամարը, տրամադրել ենք իրենց ցանկությամբ գումար փոխանցելու համար։ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը գումար է փոխանցել Թևոյանների ընտանիքին խմելու ջրով ապահովելու համար եւ ջրագծի շինարարությունն արդեն սկսվել է։ Ավելին անհատներ են եկել չափագրումներ կատարել, որպիսի նրանց տունը նորոգեն։ Շատ մարդիկ են եղել, խոստացել են 2-3 անհատների, բարերարների, կազմակերպությունների կողմից առաջարկություններ եղել են տան վերանորոգման համար։ Նույնիսկ եկել չափագրումներ են արել տան վերանորոգման համար։ VLV էլեկտրոնիկայի խանութների ցանցն աննախադեպ առաջարկ արեց Հայկի ընտանիքին ապահովել անհրաժեշտ էլեկտրատեխնիկայով, սակայն նրանց արդեն նվիրել էին սառնարան եւ լվացքի մեքենա։ Ընդհանրապես գազօջախի կարիք ունեին, որը ստացան VLV-ից։ Մենք խնդրում ենք ձեզ, որպեսզի դուք գտնեք ձեր հոգու մեջ այնքան ուժ ու կարողություն, որ դիմանաք այս ամենին եւ այս պատասխանատու գործից փառքով դուրս գաք։ Ցավում ենք ձեր հետ կատարվածի համար։
Մեր հավատարիմ գործընկեր Վեգախաունտների ցանցի տնօրինությունն արդեն 2 տարի էլեկտրատեխնիկայով ապահովում է մեր ներկայացրած կարիքավոր ընտանիքներին, իսկ Թևոյաններին հեռուստացույց նվիրեց։ Հեռուստացույցի համար շատ շնորհակալություն եմ հայտնում Վեգանգերությանը։ Երևան City սուպերմարկետների ցանցի տնօրինությունն ավելի քան 2 տարի ֆինանսապես օգնում է խեղված ճակատագրեր էջի հերոսներին։ Այս անգամ գումար փոխանցեցին Հայկի գերեզմանի շիրմաքար տեղադրելու նպատակով։ Շնորհակալություն եմ հայտնում Երևան City սուպերմարկետների ցանցին, որից հետո դա իրոք անհրաժեշտ էր մեզ։ Վալենտին տաքսի ծառայության տնօրինությունը միշտ արագ է արձագանքում մեր ներկայացրած ընտանիքների խնդիրներին եւ նրանց օգնում թե գումարով, թե սննդամթերքով։ Բարի Սամարացի ընկերության ներկայացուցիչն ազդված, որ Հայկի փոքրիկները մինչեւ հիմա հորն են սպասում, որը երբեք դատարկաձեռն տուն չի մտել։ Նրանց համար խաղալիքներ էր բերել, խոհանոցային պարագաներ եւ իրենց համեղ արտադրատեսակներից։ Հերոսազատամարտիկի ընտանիք։ Ես ցանկանում եմ, որ դուք այդ անունը միշտ բարձր պահեք, թող Աստծո օրհնությունը, ողորմությունը, սերը ձեր ընտանիքին հովանի լինի եւ ձեր զավակները ինչ երազանքներ ունեն, թող իրականություն դառնան։ Զուզու ընկերությունն էլ իր քաղցրավենիքով եւ ըմպելիքներով փորձեց ուրախացնել փոքրիկներին, օգնեց նաեւ դրամով։ Հատկապես քույրս եւ եղբայրը շատ ուրախացան։ Աղորիկ ընկերության ներկայացուցիչները բերել էին իրենց համեղ արտադրատեսակներից եւ զովացուցիչ ըմպելիքներից։ Մենք այսօր ոչ թե օգնություն ենք բերել, այնտեղ մեր բարդ ենք կատարում, ինչքանով կարողանում ենք։ Հույսի լույս երիտասարդական հասարակական կազմակերպության ներկայացուցիչը դրամական օգնություն փոխանցեց, նշելով, որ այս ընտանիքի կողքին կանգնելը յուրաքանչյուրի սպարտքն է։ Սահմանի կանգնած զինվորը բոլոր դեպքերում պետք է վստահ լինի, որ անհրաժեշտության դեպքում ողջ հայ ժողովուրդը կանգնած է իր կողքին։ Գլուխ եմ խոնարհում ձեր ընտանիքի առջև, Աստված ձեզ ուշ տա, որպեսզի կարողանաք հաղթահարել նման վիշտը։ Օգնություն մանկատներին հիմնադրամը եւս դրամով օգնեց։ Մեծ պատիվ է յուրաքանչյուր տղամարդու համար, զոհվել սահմանին իր հայրենիքի համար։ HDL ուսումնական կենտրոնը Հայկի ավագ դստերը Կարինեին, որն այս տարի է ավարտել դպրոցը, հրավիրեց անվճար ուսուցման։ Խորհրդում եմ ձեր հերոս Հայկի առջև եւ այսօր բոլորս պարտավորված ենք լինել ձեր ընտանիքի կողքին։ Երևանաբնակ Ղևոնդը, Ստեփանը, Արտաշեսը, Արման Անանյանը, Արկադին, Ադամյանների ընտանիքը դրամական օգնություն փոխանցեցին։ Ադամյանները շան համար էլ կեր էին ուղարկել։ Վանաձորից Դալաքյան եղբայրները եւս գումար էին փոխանցել։ Ավստրիայի Ֆորալբերգ մարզի հայերն էլ էին գումար ուղարկել։ Գորիսից Գուրգեն Մինասյանը խաղալիքներ էր բերել փոքրիկներին, ինչի համար շատ էին ուրախացել, քանի որ նման մեծության խաղալիք երբեք չեն տեսել։ Արզնի տոհմային տնտեսության տնօրինությունն իրենց համեղ եւ առողջ արտադրատեսակներից էր բերել եւ խոստացավ մշտապես օգնել։ Տուկասա մսամթերքի արտադրամասն իրենց համեղ արտադրատեսակներից էր ուղարկել, իսկ Հերմինե Սարգսյանը բոլորի համար հագուստ եւ այլ նվերներ էր բերել։ Զոհված ազատամարտիկների ընտանիքների նկատմամբ յուրաքանչյուրս պարտքուն են կատարելու։ Հակեղծորեն նման արձագանքների, նման չափի արձագանքների չենք սպասում, որովհետև մտածում ենք, որ շատ հայ զինծառայողներ կան, հիշում ենք նրանց, տեսել ենք, բայց նման տիպի օգնություն, նման տիպի աջակցության առաջարկներ չենք ստացել, ազնվորեն մենք էլ չենք սպասում։ Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր այս պահին մեր կողքին են, կիսում են մեր վիշտը։ Այսօրվա վերջաբանը տարբերվելու է մյուս հաղորդումների վերջաբանից, քանի որ չէինք կարող չայցելել Հայկի շիրիմին եւ լռությամբ չհարգել նրա հիշատակը։ Շատերն են զարմանքով խոսում Հայկի անվախության մասին, քանի որ գիտակցաբար զոհվեց։ Իրականում հայրենիքի հանդեպ անսահման սերն էր նրան անվախ դարձնում։ Այն գիտակցմամբ, որ մի օր մարմինը ձուլվելու է հարազատ հողին։ Մշտապես տեղեկացնում ենք, թե ինչպես է մեր բարեգործների շնորհիվ փոխվում մարդկային ճակատագրերը, բայց այս այցը բարեգործությունից դուրս է։ Քանի որ Հայկն իր կյանքով սահմանում կանգնած զինվորի եւ մեր ճակատագրերը փոխեց։ Սա բոլորիս պարտքն էր, յուրաքանչյուրիս հոգու եւ խղճի պարտքը, որը երբեք չի կարող համեմատվել Հայկի քայլի հետ։ Տարիներ անց մենք չենք լինի, բայց հայրենիքը եղել է, կա ու կլինի, քանի որ Հայկի նման հայրերն ու տղաներն են հողը հայրենիք դարձնում։ Տաթև Մեսրոպյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Արագաչափի ֆիքսվելու պարագայում էլ միևնույնը չեն տուգանվում։ Անձը նշանակություն չունի։
Սև Բրաբուսը վարել է ռուսական համարներով։ Ուղիղ տուգանային հրապարակ։ Մարդը զրկվեց իր փաստարկները ներկայացնելու։ Վարչական մարմինն է, որ պետք է ապացուցի, որ ինքը ճիշտ է։ Դրանք կրեն միայն համապատասխան մեքենաները։ Տուգանվում են հավասարապես։ Համակարգը ֆիքսել էր արդեն հետախուզվող առաջին մեքենան։ Գտնվում է օպերատիվ հետախուզման մեջ։ Վարորդը 18 միլիոն դրամի չկատարված պարտավորություններ ունի։ Պաշտոնատարանձա մեծահարուստ, ես չգիտեմ ինչը։ Միանգամից վարչությունում ծառայողական քննություն է սկսվում։ Վերաբերում է ոստիկանների կողմից բռնություններին։ Նյութերն ուղարկում են հատուկ հնչական ծառայություն։ Նրա նկատմամբ բռնություն է կիրառել ոստիկանը։ Կասես եղբորդ տեղը քեզ բաց կտողեն։ Վերմաններ ենթարկվել ոստիկանական բաժանմունք։ Վնասվածքներ չեր ունեցել, դրանից հետո ունեցել էր։ Ցուցմունքը տվել է հոգեբանական բռնության արդյունքում։ Բայց ինչ է իր ասում նախաքննության ընթացքում։ Դիմում են բռնության, քանի որ այդպես ավելի հարմար է։ Ցուցմունք տուր, գործը կկարճվի։ Ճանապարհային ոստիկանությունում Հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնելու նպատակով Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունը լայն արձագանք ստացավ հասարակության շրջանում։ Ու դա հասկանալի է, քանի որ միայն մեկ տարում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարորդների նկատմամբ կազմված ակտերի թիվը հասնում է մոտ 350,000-ի։ Մեծ զանգարողների մեծ մասը խորհրդակցությունից հիմնականում երկու բան է կարևորել, երկուսն էլ կապված արդարության հետ։ Նշում էին, թե համամիտ են, որ պետք է տարբերակել կոպիտ և չնչին խախտումները, չէ որ եթե ասենք հոծգիծ են տրոլում ու դրա համար 5,000 դրամով տուգանվում, ստեղծում է տպավորություն, որ մարդկանցից ուղղակի փող են գանձում։ Երկրորդ խնդիրը վերաբերում է այսպես կոչված օպերատիվ մեքենաներին, որոնք երթևեկում են ինչպես ուզում են։ Հիշեցնեմ, որ այս առնչությամբ Սերժ Սարգսյանը նշել էր, թե անհասկանալի է, երբ բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքի անդամները կամ բարեկամները երթևեկում են այնպիսի մեքենաներով, որոնց համարանիշները վերցված են այլ մեքենաներից։ Դրանց թվում շատ են արտասահմանյան համարներով մեքենաները, եւ ինչու պետք է արտոնություն ունենա մեր երկրում, ասել էր նախագահը։ Խորհրդակցությունից կարճ ժամանակ անց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հիշյալ երևույթների նկատմամբ անհանդուրժողականության կոչ արեց ճանապարհային ոստիկաններին, նույնիսկ հայտարարեց, որ եթե ռուսական, իրանական կամ այլ համարանիշներով մեքենա է կանգնեցնում, որը չունի համապատասխան փաստաթղթեր, առանց վերադասին զեկուցելու տարեկուղիղ տուգանային հրապարակ, անձը կապ չունի։ Եթե այդ մեքենայի ղեկին Հայաստանի ոստիկանապետն է, ուրեմն ոստիկանապետին իջեցրեք մեքենայից։ Դա հրաման է, չկատարողը կհեռացվի։ Մեր տեղեկություններով նման մեքենաներ արդեն տարվել են տուգանային հրապարակ։ Ճանապարհային ոստիկանությունում իրարանցումն ու արտոնյալների դիմակազերծման գործընթացի մանրամասները Նելի Հարությունյանի, արտոնյալը միշտ էլ օրինազանց է հետաքննությունում։ Այս մեքենան Երևանում, որտեղ թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ն է, երթևեկել է 110 կմ/ժ արագությամբ։ Երկրորդը 167, երրորդը 261, չորրորդը 120 եւ այսպես բազմաթիվ մեքենաներ, որոնք անկասկած չեն վրիպել արագաչափի ամենատես օբյեկտիվից։ Բայց այս բոլոր մեքենաները մեկ հիմնական ընդհանրություն ունեն եւ անվիճելի առավելություն՝ ռուսական համարանիշներով են ու արագաչափի ֆիքսվելու պարագայում էլ միևնույնը չեն տուգանվում։ Այս տեսանյութում պարզ երևում է, որ կրկին արտասահմանյան համարներով մեքենաները օրը ցերեկով քաղաքի կենտրոնում երթևեկում են ինչպես սրտները ուզի։ Անպատժելի կարգավիճակը ոմանց գայթակղել է այն աստիճան, որ սկսել են ամեն գնով ձեռք գցել ռուսական համարներ ու աչուձախ հանգիստ շրջել։ Հավասիկ փայլուն օրինակ շարքային դրսևորումներով։ Հայտնի Ճվճվ Արո Մականունով Արա Վարդանյանի տղան, որը իդեպ զրկված է վարորդական իրավունքից, Սև Բրաբուսը վարել է ռուսական համարներով։ Մի շարք խախտումներ թույլ տվել ու հայտնվել տուգանային հրապարակում։ Այստեղ նման արկածախնդրության համար պահվող մեքենաները քիչ չեն։ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը եւ օրենսդրական որոշ կարգավորումները հայկական հնարավորության համար նոր եզերքներ են բացել։ Նոր փոփոխություններին քաջատեղյակները ծանոթ բարեկամներին խորհուրդ են տալիս մեքենա ներմուծել Ռուսաստանից, չհաշվառել այն Հայաստանում, հետեւապես պահպանել ռուսական համարանիշը ու ամսական 20,000 դրամ ճանապարհային հարկը վճարելով սավառնել հայաստանյան ճանապարհներով։ Բայց եթե արագաչափի ֆիքսացը մնում էր անհետևանք, ապա այսուհետ կարձանագրվի ոստիկանության տեսուչի կողմից համապատասխան հետևանքներով։ Եթե համապատասխան փաստաթղթեր չկան, առանց վերադասին զեկուցելու ուղիղ տուգանային հրապարակ եւ հատուկ հաշվառում, անձը նշանակություն չունի։ Եթե այդ մեքենայի ղեկին նստած է Հայաստանի Հանրապետության ոստիկանապետը, ուրեմն ոստիկանապետին իջեցրեք մեքենայից։
դա հրաման չկատարողը կհեռացվի համակարգից։ Ազգային ժողովի падգամավոր Էդմոն Մարուկյանը տեխնիկական կամ իրավական որևէ խնդիր չի տեսնում, որպեսզի արտասահմանում հաշվառված մեքենաների վարորդներին տուգանելու համար կիրառվի Վրաստանի օրինակը։ Երբ երկրից դուրս գալիս, վերջինիս պարտավորեցնում են վճարել կատարած խախտումների դիմաց։ Սա եղանակներից մեկն է։ Միլիարդներով դրամ գումար է հավաքագրվում այդ տուգանքների միջոցով։ Եվ այդ գումարները ուղղվում են տարբեր ոստիկանության տարբեր ծախսերը հոգալու համար։ Դրա մի մասը կարելի է ուղղել այդ համակարգը ստեղծել եւ ունենալ։ Պատգամավորին ավելի շատ մտահոգում է ոչ թե արտասահմանյան համարներով մեքենաների անպատժելիությունը, այլ Հայաստանի շարքային քաղաքացիների տուգանվելու հաճախակիությունն ու տուգանքների չափերը։ Մարդու ուզում է հասկանա ինչի համար է տուգանվում եւ հասկանա, որ դա արդար է։ Իսկ դա երբ կլինի, երբ որ դա լինի չափավոր։ Հետապնդած նպատակը չպիտի լինի գումարի հավաքագրումը, հա, գումար հայթայթել, բյուջե լցնել կամ արտաբյուջե լցնել կամ մասնավորին հարստացնել։ Մենք ունենք որ այդպես որոշում։ Ստեղծեց վտարային իրադրություն ու տուգանում են արդեն ոչ թե 5000, այլ տուգանում են, եթե չեմ սխալվում, կարծեմ 20, այդպես կետել կա։ Ստեղծեց վտարային, հենց որ ասում եմ մի հատ ասել, որ չափանիշով դրեցիք այդ վտարային իրը, ասում է իրական վտանգ։ Որն է համարվում իրական վտանգ, հենց այդ հարցը տալիս եմ, ստոպ են անում։ Եթե մեկը 200-ի տակ մեքենան վարում է արագությունը, դա պարզապես ավելի խիստին է մոտեցումը, կամ եթե մեկը խմած է վարում։ Մնացած մասով, որը որ միտված է ուղղակի փող աշխատելու, սա պետքա դադարեցվի։ Տուգանքների անհամաչափության հարցը վերջերս քննարկման առարկա դարձավ ամենաբարձր մակարդակով։ Հանրապետության նախագահը ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ հանրարարեց ուսումնասիրել որոշ խախտումների համար կիրառվող տուգանքների չափի հիմնավորվածությունը։ Մենք պետք է կարողանանք տարբերակել կոպիտ խախտումները այն խախտումներից, որոնք մարդիկ համարում են չնչին խախտումներ եւ նրանք դա դիտարկում են որպես իրենցից փող գանձելու միջոց։ Առաջին հերթին, օրինակ, այսպես ասած, այդ խոցգծերի տրորում, ես չգիտեմ նրանց տրորել այդքան շատ մեծ խախտում է, թե չէ։ Պետք է քաղաքացին հասկանա, ինչ չափանիշով եք դուք ճանապարհային երթևեկության նշաններ տեղադրում, ինչ չափանիշներից ելնելով եք, ասենք, արագության սահմանափակում մտցնում։ Օրինակ, սկզբունք չկա, թե արագաչափերը որտեղ են տեղադրվում, որտեղ են տեղադրվում։ Օրը միտեղ տեղադրվում է, այդ միտեղից տեղափոխվում է մեկ այլ տեղ։ Ինչու՞։ Որտեղ չի արձանագրում խախտում։ Իրանց ցանկացած գումարը չի հավաքագրում այդ արագաչափը, տեղը փոխում է։ Էդմոն Մարուկյանի դիտարկմամբ քաղաքացիների բողոքները ավելացան այն ժամանակ, երբ արտադատարանական ընթացակարգ մտցվեց, դատական ստուգումները վերացվեցին, մարդը զրկվեց իր փաստարկները ներկայացնելու, իր նկատմամբ կազմվող արձանագրությունների օրինականությունը, տուգանքի անհամաչափությունը վիճարկելու հնարավորությունից։ Վարչական մարմինն է, որ պետք է ապացուցի, որ ինքը ճիշտ է, ոչ թե քաղաքացին պետք է ապացուցի, որ ինքը սխալ չէ։ Դա ֆունդամենտալ սկզբունքային բան կա, որը իրավական պետության անկյունակարային սկզբունք է։ Այս սկզբունքը այսօր խախտված է։ Նախագահական տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը գերատեսչությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրել էր ևս մի խնդրի՝ օպերատիվ ծառայություն իրականացնող մեքենաների անհասկանալի առատության վրա։ Մեր երկրում ինչու՞ պետք է այդքան շատ լինեն, այսպես ասած, օպերատիվ ավտոմեքենաներ։ Ինչ է, մենք այդքան օպերատիվ աշխատողներ ունենք եւ ամեն օպերատիվ աշխատող անպայման պետք է այդպիսի մեքենայով շարժվի։ Եթե բարձրաստիճան պաշտոնյաների բարեկամները կամ ընտանիքի անդամները երթևեկում են այնպիսի մեքենաներով, որոնց համարանիշները վերցված են մեկ այլ մեքենաներից, անհասկանալի է։ Այս համարանիշը ձեռք եմ բերել աճուրդով եւ ամրացրել իմ մեքենայի վրա։ Եթե ցանկանամ, վաղը կարող եմ ամրացնել մեկ այլ մեքենայի վրա։ Սա վարորդների հիմնական մասի մեծագույն մոլորություն է, քանի որ պետհամարանիշը տրվում է կոնկրետ տրանսպորտային միջոցի համար եւ պետք է ամրացված լինի հենց այդ մեքենայի վրա։ Հակառակ դեպքում համարանիշը, փոխողը եւ այն տրամադրողը տուգանվում են հավասարապես 100,000 դրամով։ Ոստիկանությունում ստեղծված աշխատանքային խումբը ներկայում ճշգրտում է օպերատիվ աշխատանք իրականացնող գերատեսչությունների ցանկը, օպերատիվ համարներ կրողների հարցը կանոնակարգելու համար։ Խստագույնս վերահսկվելու է, որպեսզի դրանք կրեն միայն համապատասխան մեքենաները եւ բացառապես օպերատիվ ծառայություն իրականացնելու ընթացքում։ Ճանապարհային ոստիկանության այս մեքենան օպերատիվ ծառայություն է իրականացում։ Այն համապատասխան տարբերանշաններ չունի, միայն հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով, որը հնդածս հայտնաբերում է փոխարինված համարանիշներով, հետախուզվող, նաեւ ապա պայմանագիր չունեցող տրանսպորտային միջոցները։ Կարողանում է կարդալ միանգամից 9 տրանսպորտային միջոցի տվյալներ ու դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ ներկայացնում է տեղեկատվություն։ Փոխարինված համարանիշներով դեպքերը քիչ չեն։ Այս սարքը իր հերթին էապես հեշտացրել է դրանց հայտնաբերումը։ Վերջին 8 ամիսների ընթացքում սարքի միջոցով հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 304 տրանսպորտային միջոց,
Փոխարինված հաշվառման համանիշներով երթևեկող ու շահագործող տրանսպորտային միջոցներ հայտնաբերվել են 195-ը։ Ճանապարհային ոստիկանության հետ շրջայցը սկսելուց րոպեներ անց համակարգը ֆիքսել էր արդեն հետախուզվող առաջին մեքենան։ Տվյալ տրանսպորտային միջոցը գտնվում է օպերատիվ հետախուզման մեջ, այսինքն կոնկրետ կապված է ոստիկանության որևէ ստորաբաժանման հետ, ինչ որ խնդիր կա։ Այս Շկոդան հետախուզվում էր ԴՀԿ-ի կողմից։ Պարզվեց, որ վարորդը 18 միլիոն դրամի չկատարված պարտավորություններ ունի։ Բոլոր այս մեքենաները ճանապարհային ոստիկանության մոտակա կարգախմբերի ուղեկցությամբ տեղափոխվեցին Տուգանային հրապարակ։ Շատ բացասական եմ վերաբերվելու, երբ ես տեսնեմ, որ ինչ որ մեկին նկատի են ունեցել, որ պաշտոնատարանձ է, մեծահարուստ է, ես չգիտեմ ինչ է, ինչ չի, հանկարծ բաց են թողում եւ տակովն են անում։ Ոստիկանությունում ձևավորված աշխատանքային խումբը, որում ընդգրկվելու են շահագրգիռ տարբեր մակարդակի կառույցներ ու կազմակերպություններ, առաջիկայում կքննարկի բարձրացված խնդիրների լուծման ուղիները։ Առայժմ հստակ մի մտադրություն կա՝ արտասահմանյան համարանիշերով մեքենաների վարորդներին, որոնք էապես գերազանցում են սահմանված առավելագույն արագությունը, կտուգանվեն 500,000 դրամով։ Նելի Հարությունյան, Զոհրաբ Քարամյան, Սուրայնգյուղ։ Սեպտեմբերի սկզբին անդրադարձել ենք ցմահ ազատազրկման դատապարտվածներին, ներկայացրել նրանց դժգոհություններն ու բողոքները։ Խնդիրները վերաբերում էին 20 տարուց ավելի պատիժը կրողների վաղաժամկետ ազատ չարձակմանը, պատժի կրման ռեժիմի փոփոխությանը։ Եվ անցնող շաբաթ Արդարադատության նախարարությունը հայտարարեց, որ ցմահ ազատազրկված 8 դատապարտյալի պատժի կրման տեսակը այս տարի փակից փոխվել է կիսափակի։ Նրանք Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել են այլ քրեակատարողական հիմնարկ։ Սովետների երկրում բռնությունը փաստող հրապարակումներ գրեթե չէին լինում։ Կարծիք կար, որ եթե այդ մասին քիչ խոսվի, դեպքերը կնվազեն։ Ճիշտ այնպես, ինչպես տնտեսական ճգնաժամի վերաբերյալ տեղեկացնելիս նախկին վարչապետը հորդորեց քիչ խոսենք այդ մասին եւ ճգնաժամը մեր դուռը չի թակի։ Ինչևէ, անկախացած Հայաստանում հասկանալի պատճառներով բռնությունների վիճակագրությունը էական շեղում չարձանագրեց, սակայն այդ մասին հրապարակումները սկսեցին հեղեղել ոչ միայն մամուլի էջերը, այլև համացանցը։ Բռնություն կոչվածը յուրովի ընկալում եւ բովանդակություն ստացավ հասարակական ակտիվիստ հասկացության առաջացման հետ։ Այս դասակարգի ներկայացուցիչների մասին քանիցս խոսել ենք։ Անշուշտ նրանց թվում կան նաեւ այնպիսիք, ովքեր իրապես մտահոգված են երկրի ճակատագրով, սակայն որոշների համար հասարակական ակտիվիստի առաքելությունը դարձել է բիզնեսի աղբյուր, սեփական շահերը բավարարելու միջոց։ Վառ օրինակը Վահան Մարտիրոսյանն է, որը ինչպես գիտեք, քաղաքական ապաստան է գտել Ադրբեջանում եւ Հայաստանը սևացնելու ջանք չի խնայում։ Շատերի կարծիքով նպատակը մեկն է՝ հայտնվել երրորդ երկրում դրանից բխող բոլոր հետևանքներով։ Թշնամու օղում հայտնված պսևդոակտիվիստը Բաքվում հայտարարեց, թե իր նկատմամբ Հայաստանում բռնություն են կիրառել, թե դարձել է հանցավոր ռեժիմի զոհ, մի խոսքով, օվկիանոսից այն կողմ հայտնվելու կանաչ լույս էր վառում։ Ոչ ոք չի երգում, որ բռնությունների դեպքեր մեզանում շատ են, նույնիսկ իրավապահներն են ընդունում, որ իրենց մոտ եւս առկա են։ Հատուկ քննչական ծառայության հաղորդագրություններն ու ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրավապահների նկատմամբ հարուցված տասնյակ գործերը ասվածի ապացույցն են, սակայն իլուր աշխարհի ցեղ շպրտել հայրենիքի վրա դավաճանություն է։ Այդ իրավունքը ոչ մեկին տրված չէ, առավել եւս նրան, որ ընդունակ է սեփական ընտանիքին օգտագործել թերարժեքության բարդույթները, վախկոտությունը, թուլակամությունն ու փոքրοκությունը քողարկելու եւ շահադիտական նկարտումները բավարարելու համար։ Ու որպեսզի տարատեսակ բախտախնդիրների ասացներով օտարերկրացիները մեր մասին կարծիք չկազմեն, Արմեն Աթալյանը այցելեց ոստիկանության ներքին անվտանգության վարչություն, մասնավորապես պարզելու, թե վերջին տարիներին վարչությունը իրավապահների մասնակցությամբ բռնության քանի դեպք է արձանագրել, ինչ պատիժ է սահմանված եւ ինչ է արվում դրանք կանխելու ուղղությամբ։ Այժմ նրա վախը ստի ուղեկից հետաքննությունը։ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը շաբաթական 2 տասնյակից ավելի դիմումներ են ստացվում քաղաքացիներից։ Դրանց հետ կապված միանգամից վարչությունում ծառայողական քննություն է սկսվում։ Քաղաքացիներից ստացված բողոքները տարբեր բնույթի են՝ ճանապարհային ոստիկանների ոչ պատշաճ վերաբերմունքից մինչև քրեական գործի կոծկման աղազանք։ 13 թվականին օրինակ 519 բողոք է ստացվել, 14 թվականին 549, 15 թվականին առաջի կիսամյակում 321 ծառայողական քննություն եւ ուսումնասիրություններ են կատարել։ Ծառայողական քննությունների 5-ից 6%-ը վերաբերում է ոստիկանների կողմից բռնություններին։ Եթե հաստատվում է, որ ոստիկանի գործողություններում կարգապահական բնույթի խախտում է եղել, կարգապահական տուժի է ենթարկվում։ Եթե հայտնաբերում ենք քրեաիրավական նորմի խախտում, այսինքն քրեական
ոլորտի հանցագործության հատկանիշներ են պարունակվում նրա արարքում, հետևաբար անմիջապես ծառայական քննության ընթացքը կասեցվում է եւ նյութերն ուղարկվում են հատուկ քննչական ծառայություն։ Քաղաքացու նկատմամբ ոստիկանի կողմից բռնության փաստի բացահայտման վերջին դեպքերից է հիշում Վահե Հարությունյանը։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի ավագ տեսուչը վարչական շենքում ոստիկանության բռնություն է գործադրել քաղաքացու նկատմամբ, ինչպես նաև ինքը եւ այդ քաղաքացին գտնված են եղել ոգելից խմիչք օգտագործած վիճակում։ Դատարանն արդեն մեղադրական վճիռ է կայացրել այս գործով ու դատապատել ոստիկանին ազատազրկման։ Իդեպ, նրա այդ արարքի մասին ներքին անվտանգության վարչությունում տեղեկացել են ոչ թե տուժածից, այլ օպերատիվ տվյալներով։ Հաջորդ դեպքում օրինակ քաղաքացին է բողոքով դիմել վարչություն։ Հաղորդում են տվել, որ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից կանգնեցվել է մեքենան երթևեկության կանոնների խախտման պատրվակով գազային ատրճանակ ունենալու հիման վրա տեղափոխվել են բերման է ենթարկվել ոստիկանության Շիրակի բաժին, որտեղ ոստիկանության աշխատակիցները բռնություն են գործադրել։ Այս բողոքի հետ կապված քննությունը եւս բացահայտել է, որ քաղաքացին իրավացի է եղել։ Նրա նկատմամբ բռնություն է կիրառել ոստիկանը։ Իսկ ինչ ասել է բռնություն, ինչ գործողություն պետք է կատարի իրավապահը, որպեսզի այն գնահատվի որպես բռնություն։ Մասնագետները նշում են, որ բռնությունը եւ խոշտանգումը նույն կերպ կարելի է սահմանել։ Խոշտանգումը պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այդ անձի կողմից որևէ անձի դիտավորության ֆիզիկական կամ ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով։ Նորայր Նորիկյանը ներկայացնում է իրավապահների կողմից հոգեբանական բռնության մի օրինակ, որին հանդիպել է իր պրակտիկայում։ Անձը կասկածվում է ենթադրյալ հանցագործության կատարման համար։ Այդ անձի եղբորը իրավապահ այս կամ այն մարմինը ապօրինի կերպով զրկելու նրան ազատությունից վերցնում է արգելանքի տակ եւ նրան ասում է կասես եղբորդ տեղը քեզ բաց կթողեն, այսինքն նրան հարկադրում է ապօրինի գործողություններ, ի սկզբանե դա դիտարկվելու է միանշանակ խոշտանգով։ Փաստաբան Գարիկ Մալխասյանը եւս ժամանակին պաշտպանել է մի անձի, որը իրավապահներին մեղադրել է իր նկատմամբ բռնություններ կատարելու համար։ Անձը բերմաններ ենթարկվել ոստիկանական բաժանմունք ավազակային հարձակման կազմակերպման մեղադրանքով։ Հետո մեղադրանքը փոխվել է։ Նրա նկատմամբ բռնություններ կիրառվել են երրորդ անձանց դեմ ցուցմունքներ ստանալու նպատակով, ինչը հաջողվել էր։ Պաշտպանյալը թեկուզ ուներ բռնությունը հաստատող ապացույցներ, սակայն դատարանը որևէ կերպ դրան չի արձագանքել, ասում է Գարիկ Մալխասյանը։ Իմ պաշտպանյալը միջև իրավապահ մարմինների հայտնվել է վնասվածքներ չեր ունեցել, դրանից հետո ունեցել էր վնասվածքներ, որը արձանագրվել էր համապատասխան բուժիմնարկ այցելելու ժամանակ։ Ամենամեծ խնդիրն այն է, որ Մալխասյանի պաշտպանյալն այլ անձանց վերաբերյալ մեղադրող ցուցմունք է տվել, որը դրվել է դատավճռի հիմքում, բայց ստացվում է իր խոսքով այդ ցուցմունքը տվել է հոգեբանական բռնության արդյունքում։ Ֆիզիկական բռնությունները այդ արդյունքը չէին տվել եւ նա ըստեյության ցուցմունք չէր տվել եւ միայն այն ժամանակ երբ նրա ծնողին, կնոջը, երեխաներին ոստիկանությունում չպահելու եւ բաց թողելու պայմաններ առաջ քաշվել, նա ցուցմունքներ էր տվել։ Փաստաբանները հաճախ են բացրաձայնում այս խնդրի մասին, երբ քննություն իրականացնող մարմինը հոգեբանական բռնություն է կիրառում քաղաքացիներից ցուցմունքներ վերցնելիս։ Որպես վկա հարցակնվելիս կամ որպես կասկածյալ կամ որպես մեղադրյալ հարցակնվելիս տվյալ անձը նախաքննության ընթացքում տվել է այլ ցուցմունք, բայց առերես հարցակման ընթացքում նա որոշակի հանգամանքներ հաշվի առնելով կամ փոխում է իր ցուցմունքը կամ այդ նախորդող ցուցմունքներին հակասող կամ տարբերվող ցուցմունք է տալիս, քննիչի մոտ առաջանում է, այսպես ասած, բնական ռեակցիա, թե ոնց դու այդ ինչ է իր ասում նախաքննության ընթացքում, հիմա փոխում ես։ Այս դեպքում հոգեբանական ցանկացած ճնշում կարող է ընկալվել որպես բռնություն քաղաքացու նկատմամբ։ Իրավաբանների կարծիքով իրավապահները գործեր քննելիս երբեմն դիմում են բռնության, քանի որ այդպես ավելի հարմար է։ Ավելի հեշտ է բացահայտել եւ գործի քննության ընթացքը ապահովել այդ մեթոդների կիրառմամբ, վատ վերաբերմունքի ենթարկելու խաբեության, հիմա ավելի շատ խաբեության, քեզ փաստաբան պետք չի, ցուցմունք տուր, գործը կկարճվի։ Իդեպ Գարիկ Մալխասյանի պաշտպանյալի նկատմամբ ժամանակին փորձել են քրեական գործ հարուցել ոստիկանին զրպարտելու սուտ մատնության համար։ Սակայն գործը կարճվել է, բայց իրավապահների բռնություններին առնչվող հատուկ քննչական ծառայություն մտած գործերի որոշ մասը հենց նման հոդվածով է ավարտվում։ Քննությունը պարզում է, որ քաղաքացիները փորձում են մեղադրել իրավապահին չկատարած հանցանքի համար։ 2014 թվականին հատուկ քննչական ծառայության կողմից հարուցվել է
187 քրեական գործ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ։ Տեսեք, 187-ից 110 քրեական գործը, մոտ 60%, կարճվել է հանցակազմի եւ հանցատեպի բացակայությամբ։ Լինում են նաև դեպքեր, երբ ծառայողական քննության ժամանակ պարզվում է, որ քաղաքացու բողոքում նշված հանգամանքներն իրականությանը չեն համապատասխանում։ Քաղաքացու հետ կոնտակտի դուրս գալուց հետո էլ պարզվում է, որ նա դիմել է ներքին անվտանգության վարչություն ապահովության համար, որպեսզի իրավապահները, որոնց հետ գործ ունի, ապօրինություններ թույլ չտան։ Լինում է, ասում եմ, ես դիմել եմ միայն նրա համար, որ զգաստանան, իմանան, որ ղեկավարությունը տեղյակ է իմ այստեղ գտնվելու համար, նորմալ ընթացան գործին։ Մենք պարզում ենք ամեն դեպքում հնարավոր է, որ ինչ-որ մի բան ոստիկանության աշխատողի կողմից կատարվել է, հետագայում քաղաքացին չի ցանկանում ուղղակի բողոքարկել։ Հավանաբար այս մեթոդն իսկապես աշխատում է, եթե հաշվի ենք առնում, որ նախկինի համեմատ իրավապահների կողմից բռնության դեպքերի վերաբերյալ ահազանգները քչացել են։ Որոշակի առումով հենց ֆիզիկական բռնությունների մասով ես տեսնում եմ, որ քչացում կա դեպի նվազում կամ միտում, իսկ հոգեբանական ճնշումներ այդ մեխանիզմները գործում են։ Չկա տենց մի համակարգ, որտեղ չլինեն արատավոր երևույթներ, հանցավոր ինքնավստահ աշխատակիցներ։ Բայց մենք բոլոր միջոցները ձեռնարկում ենք դրանց անձը ճշտելու, հայտնաբերելու եւ ոստիկանությունից իսպառ հեռացնելու համար։ Ներքին անվտանգության վարչությունում ստեղծվել են հատուկ խմբեր, որոնք անսպասելի այցելում են ոստիկանական բաժիններ եւ ստուգում ցանկացած գործողության օրինականությունն ու կարգը, ասում է Վահե Հարությունյանը։ Բացի այդ, փորձում են բոլոր վարչական շենքերում տեսանկարանող սարքեր տեղադրել, որպեսզի մեծանա վերահսկողությունը, իսկ օրինազանցության դեպքում հեշտ լինի ապացուցելը։ Արմեն Աթալյան, Զորաբ Քարամյան, Սուրանգին։ Կհանդիպենք քիչ անց։ Ինչ եղել է, իրենց խելքից է եղել։ Ինչու է լքել դեպքի վայրը։ Կավերը գցել են։ Վրայերցի ենթարկվածները մայր ու որդի էին։ Ոնց է վիճակները։ Նայեք, էս մի թիքային։ Իսկ հիմա ալե հոպ 9 ժամ շարունակ հրշեջները պայքարում են կրակի դեմ։ Ասեմ ձեզ, որ այս մեքենան իրականում զիլ է։ Հետ չէր էթում, թաթալաբազ։ Սա է սպանողը, 41-ամյա Արթուր Մկրտումյանը։ Նստարանի վրա էլ կա։ Մարմնից քիչ այն կողմ գլուխն է։ Մեծ ընտանիքի կործանում, 2 օջախների ծխի մարում։ Անհամոնու բան է։ Արձակուրդից առաջ շարունակ զգուշացնում ենք, որ հատկապես Երևան-Սևան ճանապարհին անհրաժեշտ է զգոն եւ զգուշավոր լինել։ Դե գիտեք, ամռանը հենց այս ճանապարհն է գերծանրաբեռնված լինում եւ ինչպես վկայում են փաստերը, վթարների պակաս չկա ու պետք է խոստովանել, որ նույնիսկ 1 տասնյակի հասնող հարագաչափերը չեն կարող կանխել անդառնալին։ Այդուհանդերձ այդ ճանապարհին ամենասարսափելի պատահարը տեղի ունեցավ ոչ թե արձակուրդի սեզոնին, այլ սեպտեմբերի 21-ին։ Դաժան պատահարի մանրամասները մտաբերելիս սարսափում եմ։ Պատկերացրեք, սահմանված արագությամբ ընթանում է Կիան, որով նորապսակները մեկնում են Մեղրամիսը վայելելու եւ հանկարծ հետևից հայտնվում է 06-ը եւ մեծ արագությամբ հարվածում։ 06-ը գլխի վրա շրջվում է, իսկ ուղևորը Տավուշի Այգեպար գյուղի բնակչուհի 47-ամյա Սոֆիա Միրզոյանը տեղում մահանում է։ Դժվար է պատկերացնել, թե ինչ ապրումներ են ունեցել երկու մեքենաներում գտնվածները։ Համենայն դեպս, թե վթարի ականատեսները, թե դեպքից հետո հավաքվածները, թե վթարի կադրերը դիտած գործընկերներս ապշահար էին։ Հեռուստադիտողները իհարկե նման ապրումներ չեն ունենա, քանի որ կադրերը փակել ենք։ Թերևս 1000-րդ անգամ հիշեցնեմ, պահպանեք սահմանված արագությունը։ Ամեն օր չէ, որ կտեսնես ճանապարհային ոստիկանության վթարված մեքենա եւ նման դեպքերը ընդունված է արտարոց համարել։ Իսկ թե ինչու են ճանապարհային ոստիկանների մեքենաների մասնակցության վթարները հազվադեպ, պարզ է։ Նախ, նրանք օրենքի պահապաններն են, որոնք փորձում են օրինակ ծառայել վարորդների համար, վերջիններն էլ նման մեքենաներ տեսնելիս անմիջապես հիշում են երթևեկության բոլոր կանոնները։ Ու թերևս այս գործոնների բացակայության հետևանք է Երևանի Խաչիկ Դաշտենցի փողոցում սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարը։ Օպելի եւ ոստիկանական Տոյոտայի բախման հետևանքով վերջինը գլխի վրա շրջվել է։ Կադրերը ինքնին խոսուն են, այ պատճառների շուրջ մտորել է պետք։ Թեպետ փաստով նյութեր են նախապատրաստվում, սակայն ականատեսների պնդմամբ մեղավորը ճանապարհային ոստիկաններն են եղել, որոնք մեծ արագությամբ դուրս են եկել հանդիպակաց գոտի եւ ստեղծել վթարային իրավիճակ։ Նրանցից մեկը 32-ամյա լեյտենանտ Գարուշ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Առողջություն ենք մաղթում ու նաև հորդորում, անգամ եթե օպերատիվ անհետաձգելի գործողությունների եք շտապում, միևնույն է, ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը բխում է ձեր իսկ շահերից։
Շաբաթվա քրեական քրոնիկոնը, դժբախտ պատառներն ու ավտովթարները, Գագիկ Շամշյանի կանոնների պահապան թե խախտող տեսանյութում։ Այ ժողովուրդ ջան, չեմ հիշում, թե վերջին անգամ երբ ենք ճանապարհային ոստիկանի մեքենա այս վիճակում տեսել, որ հիմա տեսանք։ Սովոր ենք, որ ամենազոր կարոլաները պետք է կարգավորողի դերում լինեն, վթարից հետո կողմերին հաշտեցնեն, բայց հեշտ չենք պատկերացնի, որ իրենք պետք է կողմ լինեն։ Ու հանուն արդարության պետք է ասեմ, որ ինչ եղել է, իրենց խելքից է եղել։ Այս Opel-ին նայելով ինչ է կզգում։ Անձամբ ես ափսոսանք, քանի որ մեքենան այսօր ընկել է ոչ իր մեղքով։ Դեպքը տեղի ունեցել սեպտեմբերի 20-ին Մայրաքաղաքի Խաչիկ Դաշտենց փողոցում։ Ըստ ականատեսների մեղավորը հենց ճանապարհային ոստիկաններն են եղել, որոնք Կարոլայով մեծ արագությամբ դուրս են եկել հանդիպակաց գոտի ու ստեղծել վթարային իրավիճակ։ Տոյոտայի ղեկին նստած է եղել 26-ամյա Լևոն Բաբայանը, իսկ կողքը 32-ամյա Գարուշ Հովանեսյանը։ Երկուսն էլ ճանապարհային ոստիկան։ Վերջինը մարմնական վնասվածքներով տեղափոխվում է հիվանդանոց։ Մի հարց այդպես էլ բաց մնաց, թե ասա Կիրակի օրով այդ ուր եք տեն չտապում։ Opel-ի վարորդը 41-ամյա Էդուարդ Խաչիկյանը նույնպես շիվարած էր մնացել ու ամբողջությամբ չէր հասկացել, թե ինչ է տեղի ունեցել։ Մի խոսքով թամաշա, որից ճանապարհային ոստիկանները քաղելու դաս ունեն։ Մասնավորապես, որ գյամած գնալու դեպքում անգամ պետք է պահպանեն երթևեկության տարրական կանոնները։ Ստացված առաջադրանքը կատարեն ոչ ի հաշիվ հասարակ վարորդների ու նաև հիշեն, որ իրենց նույնպես տանը սպասող կա։ Չեմ հասկանում մեկ այլ բան եւս, ոնց կարող է մարդ հարթ տարածքում ոչ տանի ոչ բերի դուրս գա երթևեկելի գոտուց, բախվի քարերին ու գլխի վրա շրջվի։ Հեչ կպատկերացնեք, որ այս Mercedes-ը իրոք որ մեքենայի կմախքն է մնացել։ Տեղանքն էլ թերևս շատերին է ծանոթ։ Հեռուստաաշտարակի հարևանությամբ Հովսեփյան Դավիթ-բեգ փողոցների խաչմերուկն է, բայց ինչ իմանայինք, որ կինոն հետո պիտի սկսեր։ Եվ ուրեմն գիշերը ժամը 2:30-ին տեղի ունեցած առասվածային վթար հրդեհի հետևանքով մոխրակույթի վերասպած Mercedes-ի մոտ ոստիկաններն ու փրկարարները ոչ մի ժիվոյ դուշա չեն հայտնաբերում։ Ու քանի որ գիտեն, որ մեքենան ինքն իրանով տենց մաներով առաջ չի կարա լինի, սաղ ընկած ման էին գալիս վարորդին, սակայն ապարդուն։ Ոստիկանները էս մի թամաշան թողած ձեռնամուխ եղան Տայինստվենի նեզնակոմեցի փնտնրտուքի գործին։ Հələ չգիտես, կարող է թող հիմնավորվի։ Կարող է մի ժամ հետո կարող բերե գցել են։ Դեպքից 2 օր անց հիվանդանոց է ներկայանում Երևան քաղաքի Չեխովի փողոցի 29 շենքի բնակիչ 28-ամյա Սամվել Ասուլյանը եւ հայտնում, որ մարմնական վնասվածքներ է ստացել սեպտեմբերի 20-ին հեռուստաաշտարակի մոտ։ Զգացիկ չէ, հարց է առաջանում, ասենք եթե վիճակը վատ էր, անմիջապես պիտի դիմեր հիվանդանոց, իսկ եթե վիճակը մարխոշ էր, ապա ինչու է լքել դեպքի վայրը։ Չեմ ուզում հանիրավի մարդուն մեղադրանք ներկայացնեմ, դրա իրավունքը չունեմ, բայց փորձը ցույց է տալիս, որ դեպքի վայրը լքում են գրադուսի տակ գտնվողները, այսինքն կոկոնները տաքացած։ Ժողովրդի լեզվով ասած, երբ խմած են լինում։ Ամաները թռել ավերից։ Երկուսն էլ։ Հարգելի հետիոտներ ջան, այն որ 1000 անգամ ասում ենք, որ այդ անտեր զեբրաները հենց նենց չի գծված, ձեր անվտանգության նպատակով է, որ ճիշտը դրանց վրայով անցնելն է։ Հաստատ մտածում եք, թե դուռն ճռում են էլի, մինչդեռ այդ դրան ճռոցի ձայնը ամեն շաբաթ լսվում է։ Բացառություն չէր նաև Չարաբասիկ Սեբաստիա փողոցում սեպտեմբերի 17-ի դեպքը, երբ ընդամենը մի քանի տասնյակ մետր այն կողմ մարդիկ անտեսեցին զեբրայի գոյությունը ու գլուխները առանց փորձեցին փողոցը կտրել չթույլատրված հատվածով։ Գնայր ընդ անցումով անցնեի, ստեղ ընկած են, չէ՞ եղել։ Էս էլ դրա հետևանքներն է, ու միշտ խաղում է դրա դառը պտուղները, մեկ այլ ոչ պակաս դառը տեղեկատվություն ստացա։ Պարզվում է, վրաերթի ենթարկվածները մայր ու որդի էին։ Սեբաստիա փողոցի բնակիչներ 39-ամյա Լուսինե Միքայելյանն ու 17-ամյա Մուշեղ Բադոյանը։ Նրանց վրաերթի ենթարկած Mercedes-ի վարորդ 28-ամյա Գարեգին Ներսիսյանը չի ճողոպրել ու օպերատիվորեն դեպքի վար ժամանած շտաբօգնության բրիգադի աշխատակիցների հետ օգնել է տուժածներին, որպեսզի արագ կերպով հասցվեն հիվանդանոց։ Ոնց է վիճակները։ Գերազանցել է արդյոք վարորդը սահմանված արագությունը, դժվար է ասել։ Ամենայն դեպս պակաս արագություն չի եղել, հաշվի առնելով, որ մեքենան ընթանալիս է եղել երկրորդ գծով, սակայն կրկնում եմ, ամենամեծ մեղքը հետնոտներինն է։ Ու սենց լինելու է ամեն անգամ, երբ անտեսեն հորդոր խնդրանքները, չեմ ասում, ուղղակի փաստն է մարտանագրում։ Խնդրում եմ նայեք այս մի թիքային, իսկ հիմա ալե հոպ նայեք այս ամենագնացին, բա տենց էլ ալինում, ու միջև հիմա մարդիկ գլուխները բռնած փորձում են ստանալ հետևյալ հարցի պատասխանները, ինչպես է լինում, որ թեթև քաշայինը նոկաուտի է ենթարկում ծանր քաշայինին, եւ երկրորդ ինչպես է ստացվում, որ վերջինը նման դիրքում է հայտնվում։
Ժամանակին ասել եմ ու կասեմ, որ մեր երկրում անգամ վթարներն են յուրահատուկ ու գլուխները քարին կտան անգամ համաշխարհային համբավ ունեցող ֆիզիկոսները։ Եթե ասենք կրային այս Lexus-ի այստեղ հայտնվելու տրայեկտորիան, իսկ նման դեպքեր ինչպես գիտեք, հաճախակի լինում է Իսակովի պողոտայում, թե ասա այն կարգի մարդու անունով խի դրեցին գլխակեր այս պողոտայի անունը։ Մի խոսքով կրկին ԱՄՆ-ի դեսպանատան հարևանությամբ DU-ի եւ Lexus-ի բախման հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու հայտնվել մայթին։ Տեսնում եք, մեկ հոգի մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Անկեղծ ասած չկարողացա պարզել, թե որ մեքենայում են նստած եղել։ Չնայած եթե անգամ պարզվի, որ Lexus-ում չեմ զարմանա հաշվի առնելով այն փաստը, որ DU-ի ընդամենը արջևի մի փոքր մասն էր քերծվել։ Պոնի եմ ասել, պոնի։ Հիմա ներկայացնեմ երկու դեպք, որոնք առնչվում են հրդեհին եւ որոնց մեղավորությունը էլեկտրացանցերն են, ըստ հրդեհի վայրում հավաքվածների։ Երևանում բռնկած խոշոր հրդեհի մասին ահազանգ ստանալուց եւ դեպքի վայր հասնելուց հետո գլուխ է ջարդում, թե ինչի հետևանքով կարող է ջրվեժ թաղամասի Կոլոյի գոմեր կոչվող հատվածում նման բան տեղի ունենա։ Հայտարարվել էր հրդեհի վտանգավորության բիս 1 աստիճան։ Դեպքի վայրեն ժամանել միանգամից 5 մարտական հաշվարկ։ 9 ժամ շարունակ հրշեջները պայքարում են կրակի դեմ, սակայն ապարդյուն։ Նախորդ թողարկմանն էլ ներկայացրինք խոտի հակերի հրդեհի դեպքը եւ ասացինք, որ դրանց տարածումը բավական հեշտ է։ Այս դեպքում էլ հակերը վայրկյանների ընթացքում կրակի էին մատնվում ու բացի այդ թարսի պես ուժեղ քամի էր, ինչը հրդեհի տարածման ամենաարագ միջոցն է։ Անմիջապես դադարեցին նշված վայրի էլեկտրամատակարարումը։ Հակառակ դեպքում մի ուրիշ կինո կսկսվեր։ Լավ էր նաեւ, որ դեպքի վայր օպերատիվորեն ժամանեց շտաբօգնության բրիգադը, քանի որ չկար երաշխիք, որ չի վատանա հրշեջների ինքնազգացողությունը։ Առանց չափազանցնելու հրդեհաշիժման աշխատանքները տևեց մոտ 9 ժամ, ու երբ հրշեջները ժամանակ ունեցան շունչ քաշելու, փորձեցին հասկանալ, թե ինչի հետևանքով է, որ այս օրն ընկան։ Պատասխանը մեկն էր՝ էլեկտրացանցի, քանի որ էլեկտրալարերը անփույթ ձևով են անցկացվել նշված հատվածում։ Սա կարծես թե վերածվում է հիվանդության ու մայրաքաղաքի, հատկապես ոչ բանուկ հատվածներում նման պատկերի հաճախ ականատես կլինես։ Դեռ քանի հրդեհ պետք է լինի, քանի արտակարգ պատահար պետք է գրանցվի, որ խելքները հասկանան, աշխատանքը պետք է ոչ թե գլխառատ անել, այլ նամուսով։ Սրանք կարծես սադոմոխիստներ լինեն, սիրում են, որ ինչ ասես իրենց չասեն, ու հարազատներից ում ասես չհիշեն։ Էս էլ ասածներիս ապացույցը, այս անգամ Կոտայքի մարզում, ավելի ստույգ Պտղնի գյուղում։ Ասեմ ձեզ, որ այս մեքենան իրականում զիլ է, մագնիշին նկատի ունեմ, ոչ թե գնահատական եմ տալիս։ Օրը ցերեկով սրա ղեկին նստած է եղել 60-ամյա Քաջիկ Բաբայանը։ Մեքենան էլ բարձված է եղել խոտի տուկերով։ Մեկ էլ ինչ-որ պահի վարորդը նկատում է, որ տուկերի հատվածում ծխի ուժեղ կուլա է բարձրանում։ Բայց ինչից առաջացավ, էլ չի։ Այս 2 մետրանոց լարի։ Բան հոսանքի։ Ամեն ինչ կատարվել է հաշված վայրկյանների ընթացքում։ Միշտ ահազանգով դեպքի վայրեն հասնում հրշեջները, մեքենան վերածվում է մոխրակույտի։ Ճիշտ է, գյուղի ժողովուրդը իրենց ուժերով փորձել է մարել կրակը, սակայն դա չի հաջողել։ Ինչպես նշեցի, կրակը վայրկյանների ընթացքում տարածվել է։ Կրակը գիտես ինչա, չորխոտ է, որ կպավ, չես հասցնի։ Ըստ նախնական տեղեկությունների պատճառը եղել է նշված ճանապարհատվածով անցնող ցածր էլեկտրալարը։ Հենց սրա մասին էի ասում։ Սրանից զատ դեպքի ինտրիգը կայանում է նրանում, որ գյուղացիները մեղադրում են հրշեջներին ուշ ժամանելու մեջ։ Նրանք էլ փորձում են ապացուցել հակառակը, բայց դե ոչ մեկն էլ մեղավոր չէ, քանի որ նման դեպքերում ժամանակը ավելի է թվում, քան իրականում կա։ Իսկ ահա վարորդի համար իրոք մտահոգվելու տեղ կա։ Հենց այս մեքենան էր նրա ընտանիքի միակ կերակրողը։ Բացի այս, ինչպես ինքն էր պնդում, մեքենայի մեջ եղել է նրա վարորդական իրավունքն ու մոտ 200,000 դրամ, որով պատրաստվում էր ձմեռային անվադողեր գնել։ Ընդհանուր նյութական վնասը կազմում էր մոտ 3 միլիոն դրամ։ Հիմա ով է այս խեղճ մարդուն փոխհատուցելու։ Ճիշտ է, ոչ մեկ։ Հələ փորձի էլեկտրացանցերին ինչ-որ բան ասես, Գյուլնաստատու հեքիաթների սաղ սերիաները կպատմեն։ Վատ է, շատ վատ է։ Դոկումենտները գտնվավ։ Всё, կարևոր է դա։ Այդ դրանք կտանես, որ վաղ իրանք տենան, էլի։ Հələ բաց։
Տեսա՞ր։ Հետ չէր էթում, թաթալաբազ։ Հիմա անցնեմ ողբերգական ելքով դեպքերին։ Սկսեմ Շամշադինից, որտեղ հասել է գիշերը ժամը 4-ի սահմաններում, ու ինչպես տեսնում եք, զուր չէր։ Բավական շատ մարդ կար այդ ուժամին հավաքված, ու բոլորը գլխիկոր մտածում էին, թե ինչպես կարող էր նման բան պատահել, իսկ պատահել էր անդառնալին։ Սպանվել էր Շամշադինի զինկոմ 49-ամյա Դերենիկ Պապյանը։ Ավտոմիջից ինքը ստեղ եղել, ավտոմիջից կրակ է։ Հանցագործությունը բացահայտվեց հաշված րոպեների ընթացքում, քանի որ մարդասպանը ծածուկ չէր գործել։ Այլ կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճը բարձր տոնի հաշվին լսելի էր եղել շատերին։ Սա է սպանողը, 41-ամյա Արթուր Մկրտումյանը, ով կոկոնը տաքացրած սահմանամերձ Մովսես գյուղում մի քանի անգամ Նիվայով մեծ արագությամբ գնում գալիս է ու արժանանում գյուղացիների ու զինկոմի նկատողությանը։ Իրականում մի կաթիլ մեղրի պատմություն։ Վիրավոր տեղա շարժվել այնտեղ։ Կամ ընդեղը կրակ է եկել այստեղը։ Հավանաբար դժգոհ մնալով իրերի ընթացքից վերջինս վիճաբանելուց հետո գնում է տուն, վերցնում երկփողանի 16 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացանը, Նիվայով գալիս է գյուղապետարանի դիմաց, մեքենան կայանում այնտեղ եւ մոտ 800 մետր հրացանով բարձրանում վերև, որտեղ տաբուրետկային նստած է լինում զինկոմը։ Ոչ դես, ոչ դեն, անտեսելով 3 որդի ունենալու հանգամանքը, նա 2 կրակոց է արձակում զինկոմի վրա ու հեռանում հանցագործության վայրից, չմոռանալով ասել, թե խփեցի, բալեքին եմ խփելու։ Նշան նստարանի վրա էլ կալուն էլի։ Տեղ եղել, առաջ տեղն է սա։ Երակ կտրել։ Տնենք մի կողմ այն հանգամանքը, որ գուցե այս վեճը նախապատմություն էլ ունենա, եւ մի զգուշացումից կարող է նման հետևանք չլինել։ Կարևորը այն է, որ մարդիկ գազազել են, ոչ մի սրբություն հաշվի չեն առնում։ Մարդկային կյանքն էլ գրոշի արժեք չունի։ Ասա այս տհակ, նման կերպ հարցերը չեն լուծում։ Հիմա ինչ են անելու ընտանիքի անդամները։ Երբ մի 15 տարով մի անզգույշ քայլիտ հետևանքով կճաշակեց Նարի ու Բալանդի հմայքը, սպանության հատկանիշներով հարուցվեց քրեական գործ։ Արթուր Մկրտումյանը կալանավորվեց։ Ցավակցում ենք մահացածի հարազատներին։ Իսկ իրավապանները պետք է զգոն ու աչալուրջ լինեն, որպեսզի այս պատմությունը շարունակություն չունենա, այսպես ասած, վենդետայի չվերածվի։ Այն ինչ տեղի ունեցավ Երևան-Սևան ճանապարհին, ինչպես նշեց Վայե Ղազարյանը, ուղղակի սարսափ էր։ Բազմաթիվ վթարների դեպքեր եմ լուսաբանել այս հատվածում, սակայն երբեք նման դաժան պատկերի ականատես չեմ եղել։ Դրա նախապատմությունն էլ բավականին տհաճ է, ու երբ հիշում եմ, թե ինչ էր կատարվում սեպտեմբերի 21-ին, անկախության օրը այդ հատվածում, իրոք սարսափում եմ։ Կան զոհ եւ վիրավորներ։ Ծառայություն կատարող կարգախմբին շտաբ մոտենալ դեպքի վայր։ Փորձանքն էլ ո՞նց ալնում։ Նեսի գլուխնա, չէ։ Վայ մամա ջան։ Դեպքը տեղի ունեցել առավոտյան ժամը 7:40-ի սահմաններում Երևան-Սևան ճանապարհի 38-րդ կիլոմետրին։ Այս կիայի մեջ նորապսակներ են եղել, ովքեր ուղևորվում էին հարսանեկան ճանապարհորդության, մեղրամիսը վայելելու, ու պատկերացրեք նրանց վիճակը՝ ուրախ, զվարթ, ապագայի մասով գունավոր երազանքներով ու պլաններով մեկ էլ մեքենայի հետևի մասից ուժգին հարված են ստանում։ Հարվածողն էլ այս զրովեցի վարորդ 24-ամյա Անդրանիկ Զարահյանն էր։ Զրովեցը գլխի վրա շրջվում է։ Դիակի որոշումը գոնե գրեն դին տանեն էլի, չմնա ասենց։ Զրովեցի ուղևորուհի 47-ամյա Սոֆիա Միրզոյանը տեղում մահանում է։ Նրա մարմինը հայտնաբերվեց մեքենայից դուրս, իսկ մարմնից քիչ այն կողմ գլուխն էր։ Կադրերը փակել ենք, ահավոր էր։ Վարորդ Զարայանը եւ Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակչուհի 16-ամյա Լիանա Գուլոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։ Այս դեպքում օպերատիվ էին գործել Հրազդանի բժշկական կենտրոնի աշխատակիցները։ Լեհետ։ Հետ ընկեր, հետ։ Չգիտեմ ինչ ասեմ այս դեպքի մասին, ինչ դասեր կարելի է քաղել դրանից, ում մեղադրես, աչքի տեսածից հետո այլ բան չես նկատում։ Հավաքվածների հոգեբանական ապրումներն աննկարագրելի էին, էլ չասեմ թե ինչ են զգում մահացածի հարազատները, ինչու չէ նաև նորապսակները։ Ցավակցելով 47-ամյա կնոջ ընտանիքի անդամներին, ուզում եմ համբերության կոչ եղել նաև երիտասարդ զույգին։ Կյանքում ամեն բան էլ պատահում է, ոչ մեկ ոչնչից ապահովագրված չէ։ Գիտեմ դժվար է, բայց հանկարծ չհամարեք, որ տեղի ունեցածը ինչ որ ազդակ էր վերևից ու պետք է վերագնահատել անցյալը։
մեծ ընտանիքի կործանում, 2 օջախների ծխիմարում։ Այսպես կարելի է բնորոշել Դսեղ գյուղի վարչական տարածքում տեղի ունեցածը։ Մահացան հարազատ եղբայրներ 52-ամյա Գառնիկ եւ 41-ամյա Աղասին Նազլուխանյանները։ Նիվայով դուրս են եկել երթվեկելի գոտուց, գլորվել ձորն ու հայտնվել Փամբակ գետում։ Անհամոնու բան է։ Ես դանգեց ասավ տղեկ հեսավ գալիս է։ Մեկի դին քաղաքացիներն իրենց ուժերով դուրս են բերել ձորից, իսկ մյուսին դուրս բերեցին փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները։ Բոլորի մոտ տպավորություն էր, որ Նիվան գետում է հայտնվել առավոտյան, սակայն իրականում այդպես չէ։ Ու դա պարզ դարձավ դեպքից մեկ օր անց։ Պարզում է, դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 2-ի սահմաններում։ Նիվան, որում գտնվել են եղբայրները, այնպիսի մեծ արագությամբ ընթացել, որ նույնիսկ հարվածել է մի BMW-ի, որից հետո չի էլ կանգնել ու հավանաբար րոպեներ անց ենթարկվել վթարի։ Մահացածի հետևից կամ լավ կամ ոչինչ սկզբունքը թույլ չի տալիս հեռու գնացող եզրակացություններ անել, սակայն կարծում եմ, դուք էլ կարող եք կռահել կամ գոնե ենթադրություններ անել, թե ինչ է տեղի ունեցել։ Զերծ կմնամ մեկնաբանություններից ու կսպասեմ նախաքննության ավարտին, բայց այս դեպքը եւս մեկ անգամ հաստատում է, որ ճանապարհային երթևեկության կանոնների անտեսումը հղի է ծանր հետևանքներով, մասնավորապես այս դեպքում 2 ընտանիք մնաց առանց կերակրող։ Զգոն եղեք։ Գագիկ Շամշյան, Սուրանկյուն։ Այսքանը սիրենք իրար և խաղաղ անցնենք կյանքի կարճ ճանապարհը։ Կհանդիպենք հոկտեմբերի 4-ին ժամը 22-ին։ Աստծո սերը բոլորիս հետ։